Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ինչ կներեք։ Տարբեր համապետական, հիմնականում համապետական այնտեղ մասերի ընդդիմադիր ռոբասերժականը սենց մասան, որտեղ որ արկա է, նույն լրատվամիջոցները ձեր նույն Չէ, կարծում եմ քաղաքականությունը եկեղեցի մտցնելը սխալ է։ քաղաքականությունը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ քաղաքականությունը, կառավարությունը չի մտնի եկեղեցու մեջ, մենք անկախ ենք գործելու։ Այդ ոնց ստացվեց, որ հեղափոխությունից 7 տարի հետո հանկարծ մտածում։ Ահա, Վեհարանը նախարարին թող Ռուսաստանի համար գործակալ որպես չաշխատի, կոնկրետ Վեհարանը դատարանում չենք հարգելիս։ Դատարանում չենք, երբ որ ես նայեք, ես որ խոսում եմ անգրագիտությունից, դուք ասում եք, նայեք, ես պատասխանում եմ հարցին, դուք ում թիրախավորել։ Ես միջև այդ էլ, ես երբ որ ծառայել եմ եկեղեցում, այդ դուք ասում եք աշխատել, դա աշխատանք չի, դա ծառայություն է, դուք ասեցիք Ինչև էլ վրիպակ էր, օրինակ բառերի պես, դուք ձեր հարցին պատասխանեք, բայց ծառայել բառը հնչել լրագրողից, դուք պատասխանեք հարցին, ոչ թե մեղադրեք լրագրողներին, ինչ որ անգագիտության եւ այլնի մեջ, դուք այդ իրավունքը չունեք։ Նայեք, ՔՊ-ում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում չեն աշխատում։ Ես անդամակցում եմ։ Երբ որ ես եկեղեցուց դուրս եմ եկել, Կտրիչ Ներսիսյանի արարքների հետևանքով ոչ իրավաչափ, երբ որ լավ կոնկրետ ուրեմն 2020 թվականին դիմել եմ Գևորգյան հոգևոր ճեմարան, հանձնելով քննությունը, ուրեմն մի քանի հանձնելով քննություն հայոց պատմության գրավոր, ուրեմն այդ ժամանակ երբ որ հարցազրույցի ընթացքում իմ ֆիզիոլոգիական մարմինը, ասենց ասեմ, ձեռք առնվեց ու հնարավորինս հոգևորականների կողմից անուններ, եթե պետք է նշեմ, կոնկրետ Հայր Մեսրոպ գոյություն ուներ, հիմա սրբազան է արդեն, եպիսկոպոս է եւ Տեր Հովել հոգևորական գոյություն ունի, որ կոնկրետ իմ գիրությունը ուղղակի ձեռք էին առնում։ Այսինքն հոգևորականի կողմից նման պահվածքը դա ամենավերջին մարդուն թիրախավորելը իր կազմվածքի համար։ Երկրորդը, օրեր հետո ինձ Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարությունից զանգահարում են եւ տան հեռախոսահամարին հեռախոսին պատասխանում է հորաքույրս։ Նշում են, որ շնորհավորում ենք, հարգելի Ռաֆայել, դուք ընդունվել եք Գևորգյան հոգևոր ճեմարան եւ երրորդ փուլի ամենաբարձր միավորով, 7.5 միավորով, ինչքան հիշում եմ, որոշ ժամանակ անցնում, մոտ կապնվում եմ Տեր Հովելի հետ, ասում եմ Տեր Հաջան, ասում եմ սենց բան կա, Տեր Հովելը իմ հետ հետո կապ է հաստատում եւ նշում, որ գիտեք Ռաֆայել ջան, հանձնաժողովը որոշել է, որ դուք փորձառության պակաս ունեք։ Հիմա այստեղ ինչ է կատարվում, այստեղ չեք կարծում, որ կոռուպցիոն սխեմա կա։ Որ պաշտոնակ քարտուղարությունից Մայրաթորի Գևորգյան հոգևոր ճեմարանի զանգում են նման բան են ասում, իսկ տեսու չէ այդ ամեն ինչը ժխտում է։ Իսկ չփորձեցիք պարզել։ Այդ ամեն ինչը պարզել ենք։ Դա ընդհանրապես անարդարություն է այդ ամեն ինչը։ Այդ պարզողով է եղել, դուք իրավապահ ոչ մեկի, նայեք, ես կարծում եմ, որ այդ ամեն ինչը կարող կոռուպցիոն
տարեր Այդ դուք ուղղակի Ոչ, ես այդ ամեն ինչի հետևանքով դուրս եմ եկել եկեղեցուց։ Ես միջև այդ եմ դպիր եղել 2018 թվականին։ 2020 թվականին դիմել եմ Գևորգյան հոգևոր ճեմարան։